Բակեն վերցրել։ Կա մեկը, որ հրաժարվել է մանդատից։ Հրաժարվել են։ Չէ, մի վարքյան, երկրորդը։ Երբ որ այդ ընտրատեղամասերում երեկոյան քվեարկության դեպքերը տեղի էին ունենում։ Խնդրում եմ հետ գնացեք սոցիալական ցանցերով, նայեք իմիջը ինչ է ես ասում, ես ինքս Թագուհի Ղազարյանն իդեպ մեջ բերեց։ Ինչ է ես ասում, ոնց է կռիվ անում առհասարակ, որ մի շահարկեք զինվորների ուշ քվեարկությունը, որտեղ զինվորները նախ պերեսմենք եկի միջով են անցնում, այսինքն պոստերում կանգնած զինվորներին գնում է մի խումբը փոխելու, որ մյուս խումբը կարողանա գա ու քվեարկի։ Ու այդպես հերթ հալնում, շարք են կանգնում, արևիտակ են կանգնում, չի կարելի այդ տղերքի երեկոյան քվեարկելը, մի կներեք ավարտեմ։ Երեկոյան քվեարկելը այդքան շահարկել, բայց չէ, մեր ընդդիմադիր գործընկերները, հատկապես ուժեղ Հայաստանի падգամավորները 8 հատ ռիլ ամեն մեկը նկարեց, 90 հատ ստատուս գրեց, բոլորը պնդում էին, որ չէ, պետքա չեղարկվի, այսպես չի կարելի, այդ չեղարկվեց այդ տեղամասերի քվեարկությունը, արդյունքը եղավ այն, ինչ որ եղավ։ Բայց ինչու եք սխալ բաներ անչեցնում, ինչ եք տեղաթյուրում իրականություն, չէ, կներեք, ինչ եք տեղաթյուրում, չէ, կներեք, ինչ եք տեղաթյուրում իրականությունը, որտեղ մեր քաղաքացիները կարան ուղղակի հենց հիմա հետ գնան ազգային ժողովի YouTube-յան էջը բացեն ու նայեն առաջին նստաշրջանը 8-րդ գումարման, տեսնեն թե ինչ կներեք մի վարքյան, էլի տեսնենք թե ինչպես ենք մենք հանգիստ խոսում, տեսնենք թե ինչպես ենք մենք հանդուրժողականության կոչեր անում ու տեսնենք թե դրան ի պատասխան ինչպես է Հայաստան դաշինքի կողմից տեղի ունենում բռնություն ազգային ժողովի դահլիճում։ Պարոն Ալեքսանդր Ներուտին, ձեր մարզի չի նշանակվել Գագիկ Ծառուկյանի ձեռքից վերցված մուլտիվերնեսի կառավարի։ Ինչ ասելա ձեր մարզի չէ, հա ես պարոն Նշան Հակոբյանը իդեպ պետք է ասեմ, որ Նշան Մալխասյանը կներեք, պետք է ասեմ, որ նախ եթե չեմ սխալվում, եռամարտի, սթրոնգմեն ու նմանատիպ այդ ֆիթնես մրցաշարերի աշխարհի հնգակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով падգամավորության թեկնածու, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, կենտրոն տարածքային կառույցի անդամ, մի խոսքով ու մի շարք երևի Հայաստանի Հանրապետության լավագույն մարզիչներից մեկն է, այո, ունեմ անձնական հարաբերություն։ Չէ, կներեք, ինձ թվում է շատ տրամաբանական էր ու ինձնից պարտադիր չէր, որ ինչ-որ բան։ Դուք արդեն որ իրական եք մարզում եք, մինչ այդ ամեն ճան օրինական է։ Կներեք, իսկ այդ գործը նոր կա այդ շենքի հետ կապված։ Բայց ինչու՞։ Չէ, իսկ այդ շենքը նոր կար, բայց հիմա հիշեցին, այդ գործը վաղուց կար։ Չէ, սխալ եք հիշում, կար, մշտապես կար։ Առնվազն քաղաքապետարանում այդ գործը վաղուց կար, բայց ես մանրամասներն ընդհանրապես չեմ տիրապետում։ Որ երբ չէր ցուցաբերում օրինակ իսկ։ Օրինակ 21 թվականին չէր ցուցաբերում, 21 թվականին չէր մասնակցել։ Չէ, 21-ին մասնակցել էր, չէ, բայց այդ ձեր ասած լոգիկան քանդվում է 21-ով։ Ինքը այն ժամանակ դուրս չէր եկել քարոզարշավի պասիվ, այսինքն հավակնություններ կարծես չուներ։ Ոնց չուներ, ակտիվ դուրս էր եկել, ակտիվ քարոզարշավ էր անում, ի՞նչ է նշանակում։ 21 թվականին ժողովուրդ ջան, կներեք էլի։ Հիմա այդ գործը կար թե չկար, հիմա նկատի ունեք տեղի ունեցածը ապօրինի թե ապօրինի չի, այդ եք հարցնում։ Գնացեք նայեք, ստուգեք այդ շենքի փաստաթղթերը, եթե գտնում եք, որ ապօրինի տեղի ունեցածը, ես չեմ կարող այդ մանրամասներին պատասխանել, քանի որ չեմ տիրապետում դրա փաստաթղթային բազան։ Տեխնացուն նախագահի Վարդեվանյանն է։ Վստահ եք, ես չգիտեի։ Հայտարարել են իրենք, հա, շատ լավ։ Ուզում եմ իմանալ, այսինքն դեռ չեք քննարկել ֆրակցիայով ինչ դիրքորոշում։ Ոչ, չենք քննարկումը կունենանք, կհայտնենք դրա մասին, բայց ես պարոն Վարդևան, չէ, պարոն Վարդևանյանը նորից եմ ասում, իմ կարծիքով մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է ու հետևաբար ակնհայտորեն, չգիտեմ, կտեսնենք, կորոշենք, կհասկանանք։ Հարգելի պարոն Կիրակոսյան, միջև խմբակցության քննարկումը դա համարում եմ անտեղի, որպեսզի մենք նմանատիպ քննարկում ունենանք։ Իհարկե ունի, պարոն Կիրակոսյան, բայց կա այդ կարծիքը հայտնելու ճիշտ ժամանակ։ Ձեզ նույնպես։ Հա, խնդրեմ, շարունակեք։